Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Այսօր միասին պատրաստում ենք կոտլետներ։ Հավի ազդրամսով ու գազարով այս կոտլետները առանձնանում են իրենց հյութալիությամբ ու նուրբ համով։ Դրանք շատ հարմար են զբաղված տանտիկինների համար։ Կարելի է միանգամից մեծ չափաբաժին պատրաստել, պահել սառցախցիկում և հետո պարզապես տաքացնել։ Արդյունքը միշտ նույնն է՝ թարմ, ախորժելի և անուշ բույրով տնական կոտլետներ, որոնք շատ ավելի համեղ են, քան խանութից գնված պատրաստի տարբերակները։ Հյութալի ախորժելի տեսք ունեցող կոտլետներ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 1 կգ հավի ազդրամիս և մոտ 400 գ գազար։ Պետք է նաև 1 գլուխ սոխ, 1 ձու, մի քանի ճյուղ համեմ, 3 ատամիկ սխտոր։ Հավի ազդրամիսը ես գնել եմ արդեն իսկ առանց ոսկորների։ Հեռացրել եմ կաշին, լավ լվացել եմ և դրել եմ փլավ քամիչի մեջ, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա։ Կարող եք օգտագործել նաև հավի կրծքամիս, այդ դեպքում կոտլետները մի փոքր չոր կստացվեն։ 1 կգ փափկամիսը, 3 ատամիկ սխտորը և 1 գլուխ սոխը անց են կացնում մսաղացով։ Այս կոտլետները պատրաստելիս թռչացած չենք օգտագործում։ Հավի կրծքամսով հացով պատրաստվող կոտլետների բաղադրատոմսը կարող եք գտնել իմ ալիքում։ Բաղադրատոմսի հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Աղացած միսը մի կողմ ենք դնում, որքան հնարավոր է մանր կտրատում ենք մի քանի ճյուղ համեմ։ Իսկ գազարը անց ենք կացնում քերիչի խոշոր անցքերով, այն մեր պատրաստած կոտլետներին հյութալիություն և յուրահատուկ փափկություն կհաղորդի։ Բարեկամներ, բաղադրատոմսում օգտագործվող բոլոր բաղադրիչների հստակ չափաբաժինները կգտնեք նկարագրությունների բաժնում, որը գրված է տեսանյութի ներքևի հատվածում։ Գազարը և կանաչին լցնում ենք մսի վրա, կոտրում ենք նաև 1 ձու։ 1 կգ մսի համար վերցնում ենք 30 գ աղ, կավելացնենք նաև մեր նախընտրած համեմունքները։ Ես ավելացնում եմ կարմիր և սև պղպեղներ, մի փոքր խմելի սունելի և չորացրած ծիտրոն։ Չորացրած ծիտրոնը հավի մսով պատրաստվող կոտլետների հետ պարզապես իդեալական է։ Բարեկամներ, համեմունքները դուք կարող եք օգտագործել ձեր քիմքին համապատասխան։ Մի լավ խառնում ենք և վերջ, ֆարշը պատրաստ է։ Թողնում ենք մոտ 20 րոպե, որպեսզի համերը միախառնվեն և ձևավորում ենք կոտլետները։ Թռչում ենք ձեռքերը և ձևավորում ենք միանման կոտլետներ, ահա այսպես, շատ հեշտ է։ Կարող եք կոտլետները պաքսիմապատել կամ ալյուրապատել, կամ ընդհանրապես ոչինչ չօգտագործել, կոտլետները շատ լավ իրենց ձևը պահպանում են։ Իսկ դուք երբևէ պատրաստել եք գազարով և հավի մսով նման կոտլետներ, շատ հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում։ Այս բաղադրատոմսով ստացվում է մոտ 20 հատ կողիկներ, մի մասը միասին կտապակենք, իսկ մյուս մասը ես կդնեմ սառցախցիկ։ Կարող եք տապակել ձեթի մեջ կամ պատրաստել ջեռոցում, երկու տարբերակով էլ շատ համեղ է ստացվում։ Սիրելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Ընդամենը 5-ից 10 րոպե և ստանում ենք նման արդյունք։ Մի կողմից տապակելուց հետո շրջում ենք, ծածկում ենք թավան, տապակում ենք ևս 5-ից 7 րոպե, բույրը պարզապես անմահական է։ Իդեպ այս կոտլետները տապակելիս չեն փոքրանում, պահպանում են նախնական իրենց ձևն ու չափը։ Պարտադիր մատուցում ենք կիտրոնով, մանրացրած սոխով և կանաչիով։ Պատրաստելուց հետո մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, շատ հետաքրքիր է, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ հավի մսով ու գազարով պատրաստվող նման հյութալի կոտլետների բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։